Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված 4 հենասյունային ուղղություններին, Կամո Ցուցուլյանը նշել է, որ գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանմամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում, նա փաստել է, որ թեև գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք պետք է զարգացնել։ Ծառայության որակի շարունակական լավարկման նպատակով ոստիկանության պետը հրահանգել է առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստումներին։ Նա ընդգծել է, որ գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները պետք է լինեն հիմք, որի վրա անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել հմտությունները։ Կամո Ցուցուլյանը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ եւ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։ Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը նշել է, որ գվարդիայի ձևավորման առաջին իսկ օրվանից անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր ի նպաստ իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանման ու քաղաքացիների անվտանգության, իսկ բաց թողումները մշտադիտարկվում են եւ հետեւողականորեն շտկվելու են։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաեւ ծառայողական բնույթի այլ հարցեր։ Հունվարի 31-ի գիշերը ժամը 1:15-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր Kia Magnish-ի մեքենան։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են, օգտվելով շարժիչը գործարկված եւ դռները բաց լինելու հանգամանքից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել եւ գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 2-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրիի Գարեգին Նժդեի փողոցի բնակիչ 44-ամյա մի տղամարդ առանց համապատասխան թույլտվության տանը պատրաստում, շշալցնում, պայստավորում եւ իրացնում է տարբեր մակնշումներով կեղծ օղիներ եւ գունավոր խմիչքներ։ Ժամը 13:40-ին տղամարդը ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն։ Նա ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու հատկանիշներով։ Զննությամբ տղամարդու բնակարանում հայտնաբերվեց մեծ քանակի կեղծ խմիչք, 492 հատ 1 լիտրանոց թանկարժեք օղի, 942 շիշ կես լիտրանոց կոնյակ եւ օղի, նաեւ 10 լիտր սպիրտ, 200 լիտրանոց 3 տարա պատրաստի օղիով, դատարկ շշեր, պիտակներ, 5 արկղ խցան, օղի պատրաստելու համար նախատեսված սարքեր ու հարմարանքներ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության ընթացքում տղամարդը պետությանը պատճառված վնասից վճարել է 2 միլիոն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Կառավարությունն իրազեկում է։ Կասկածելի անձանց եւ կազմակերպությունների միջոցով մի ստացեք եւ մի փոխանցեք դրամական միջոցներ։ Հարգելի քաղաքացիներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է դրսևորել առավելագույն զգոնություն, երբ անծանոթ անձինք հորդորում կամ խնդրում են իրականացնել դրամական միջոցների ընդունում եւ փոխանցում։
Ձեռնպահ մնացեք կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների կամ կառույցների միջոցով դրամական որևէ փոխանցում ընդունելուց կամ կատարելուց։ Այդպիսի փոխանցումների հետևանքով կարող եք ոչ միայն ֆինանսական կորուստներ ունենալ, այլև ձեր կամքից անկախ դառնալ հանցավոր շղթայի մի մասը։ Եղեք զգոն եւ չեք դառնա զեղծարարության զոհ։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։